Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հայտնվել է իշխանության թիրախում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս տարվա ծախսերի նախահաշիվը չի հաստատել, որի հետևանքով կրթահամալիրի աշխատակիցների աշխատավարձերն ուշացել են։ Աշխատանքային պայմանագրով մինչև 20-ը մեր աշխատողները պետք է ստանային կանխավճար ամսվա, մարտ ամսվա։ Այսօրվա դրությամբ այդ կանխավճարը ոչ ոք չի ստացել, եւ էլի անորոշություն է թե երբ կստանան, եւ սա նույնպես կրթահամալիրի տնօրենի անգործության հետ որևէ ձևով կապված չի։ Կրթահամալիրի հիմնադիր Բլեյանը վստահեցնում է, 20 տարվա գործունեության ընթացքում երբևէ աշխատավարձի վճարման ուշացում չի եղել, սակայն դժվարանում է ասել այս ամենը դիտավորություն է թե ոչ։ Իմ հայտնի հայացքները, որոնք ցավոք պարզվեց, որ ողբերգականորեն ճիշտ ես դուրս եկա, բայց դա արված էր, չէ, որպեսզի մենք պարտություն չկրեինք, այսինքն դա կանխարգելիչ հայացքներ էին, ինչպես ասում են, այսինքն ես ուրիշ ինչ գործունեություն եմ ծավալել, որ հիմա էլ ես ընտրությունների բանում չկամ, ներգրաված չեմ ոչ բացահայտ, ոչ թաքուն, իմ քաղաքացիական դիրքորոշումն այդտեղ չի կարող նման բան լինել։ Կրթահամալիրի հիմնադիր տնօրենը պնդում է, արկա է ավելի քան 200 միլիոն դրամի պակասորդ։ Մենք չենք խոսում ընդհանրապես ավել գումարի կամ խնդրում ենք ավել գումարի մասին։ Մենք խոսում ենք կրթահամալիրին, ստորակետ, նրա կազմում գործող ուսումնական հաստատություններին եւ հանրակրթական 6 դպրոցներին, քոլեջին, պետական կառավարման լիազոր մարմնի կառավարության, սահմանած կարգով, գործող կարգերով, ուրեմն պետական դրամական միջոցների հատկացման մասին, այսինքն հասանելիքի մասին, այն ինչ որ հասնում է, դրանից ոչ մի դրամ ավել։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը Արմաթ մեդիայի հետ զրույցում նշեց, որ հանրակրթության մասին պայմանագիրն ուղարկել են կրթահամալիր, որը դեռևս չի ստորագրվել, քանի որ տնօրինությունը համաձայն չէ կառավարության հաստատած ուսուցչական դրույքաչափի հետ, իսկ առանց պայմանագրի ստորագրման նախահաշիվը հաստատել հնարավոր չէ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։